Բարև ձեզ, բարով եք եկել Գյումրի։ Ուզում եմ երկու հարց ուղղել։ Մենք ունենք ներքին եւ արտաքին քաղբանտարկյալներ։ Ինչ քայլեր եք անելու այս ընթացքում, թե մեր սրբազանների, թե Ադրբեջանում գտնվող քաղբանտարկյալների համար, որը մեծ մասը արդեն թմա քաղբանտարկյալներ են, որոշ մասը 20 տարով, այդ առաջի հարց։ Երկրորդ հարցն ուզում եմ տա, եթե մենք հաղթենք Նիկոլ Փաշինյանի այս կառավարությանը, մեր նախարարությունները նորից առանձնանալու են, թե մնան սենց էլի հավաքված մի քանի նախարարություն միացրած իրար, որ ոչ մեկը ոչ մեկի հետ կապ չունի եւ յուրաքանչյուրը չգիտի աջ ձեռքն ինչ անում, ձախն ինչ անում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ Գյումրեցիներ ջան, հարցին անդրադառնամ, հետո երկու նկատառում էլ գերիների հետ կապված եւ Բաքվի բանտում գտնվող գերիների եւ Հայաստանում քաղբանտարկյալների։ Եկեք իսկապես իրար հետ հասկանանք, էլի, այս համազգային ամոթ է, գերի ունենալը, միջնադարյան ձևով պատանդ ունենալու, դրանով մեր վրա ճնշում գործադրելը համազգային ամոթ է։ Այդ հարցը ոնց պիտի լուծվի։ Հիմա եթե դուք հարցնում եք ինչ եք պատրաստվում անել, ես կարամ մի ժամ նկարագրեմ հայ դատի գրասենյակները ինչ են անում ամեն օր, քանի 100 հատ նամակ են գրում, ում կարող են, ում հետ կապ չունեն, այդ թեմայով կապ են ստեղծում, քանի կոնֆերանս են անցկացնում, քանի բանաձև են անցկացնում, մենք քանի նամակներ ենք գրում, ում հետ հանդիպում ենք, այդ հարցն ենք բարձրաձայնում, բայց ստեղ մենք մենակ ենք, կան հարցեր, որ պետության լուծման տիրույթում են, գերիների հարցը կարող է լուծվել մի պարագայում, եթե Ադրբեջանի վրա գործադրվի համապատասխան ճնշումը, եթե Ադրբեջանը հասկանա, որ այդ մարդկանց պահելը իր վրա ավելի թանկ է նստում։ Այսինքն, ինչա պետք անել այդ մասով, բացի նրանից, ինչ մենք անում ենք հիմա։ Պետությունը պիտի զբաղվի այդ հարցով։ Դա բանակցությունների առաջնային կետ պիտի լինի։ Չեմ բանակցում, չենք պայմանավորվում ոչ մի բան չեմ նախաստորագրում, առավել ևս չեմ ստորագրում, մինչև հումանիտար հարցերը լուծված չեն։ Այդ հարցի լուծումը։ Դրանից ենքող մակի ամբյոն, երբ որ գնում ես, հասնում ես, առաջինը դրանից է պետք խոսել, երբ որ գնում ես Դուբայում հանդիպում ես, դրանից է պետք խոսել, դա պիտի լինի քո բանակցային թիվ 1 օրակարգ, այսինքն մենք հիմա մեր մաքսիմումը անում ենք ու շարունակելու ենք անել, դա եթե դուք խոսում եք, դա համազգային ամոթ է, մեր համար նաև մեր կուսակցական ընկերներն են այնտեղ, բայց դա պետության տիրույթում լուծվող հարց է, եւ լուծվող հարց է, մանավանդ երբ որ խոսում ենք խաղաղության գործընթացից, այսինքն բանակցային օրակարգ դարձնել, ընդհանրապես հումանիտար հարցերը բերել առաջնային կետ օրակարգի, դրանք լուծելուց հետո մենակ անցնել ավելի բարդ հարցերի, սա է, որ Բաքվում գտնվող գերիների մասով պետք է անել։ Երկրորդ մասով ներքին քաղբանտարկյալների պաշտպանություն, իրականում դուք տեսել եք տարբեր ակցիաներ, ցույցեր, վստահ եմ նաև որպես զսպող գործիք, որ առաջիկայում այս բռնաճնշումները թափ չստանան, էլի գործողություններ կտեսնեք, տեսել եք խորհրդարանական լսումներ, մենք նախաձեռնել ենք քաղաքական ուժերի հետ հանդիպում կոնսուլտացիաներ, որպեսզի քաղբանտարկյալների պաշտպանության հարցը դառնա բոլոր կուսակցությունների օրակարգի կետ, այսինքն չկա դաշնակցական քաղբանտարկյալ, հանրապետական քաղբանտարկյալ, մեկի քաղբանտարկյալը բոլորիս քաղբանտարկյալն է, այդ սկզբունքով։ Այս հարցով մենք բանակցում ենք իհարկե եւ կարծում եմ գործողություններ էլ կտեսնեք առաջիկայում, որովհետեւ կանխատեսումը այն է, որ եթե զսպող ուժ չլինի, բռնաճնշումները մենակ շարունակվելու են։ Այս կտեսնեք, բայց ես ուզում եմ ավելի կարևոր կետի գալ։ Այս հոգնել ենք, չէ՞, այս ամեն ինչից։ Այս ամեն օր նոր քաղբանտարկյալ, գերիների անդադ փոփոխվող թիվ, ոնց որ գերիների հարցը իշխանափոխության դեպքում պիտի գա օրակարգ ու այդպես լուծվի։ Այս բոլոր ապօրինի հետապնդումները, առաջին հերթին եկեղեցու նկատմամբ այս արշավը ուղղակի իշխանափոխության հաջորդող ժամերի էլ եթե չէ օրերի ընթացքում ուղղակի պիտի դադարվի։ Այս բոլոր մարդիկ, ովքեր այս 6 տարիներին, 8 տարիներին կներեք, 8 տարիներին ապօրինի հետապնդվել են, պիտի բնականաբար այդ հետապնդումները դադարեն ու իհարկե մենք նաև պիտի քննարկենք ընդհանրապես փոխհատուցումների հարց։ Այդ բոլոր մարդկանց այս անարդարությունների ու ապօրինությունների
համար, որ իրենք կրել են։ Այսինքն այս հարցը քաղաքական ուժերը իրանց օրակարգում ունեն, դուք տեսել եք գործողություններ, կտեսնեք, հայտարարություններ եք տեսել, լսումներ եք տեսել ու մոբիլիզացիա էլ վստահ եմ առաջիկայում կտեսնեք։ Եթե թույլ տաք, եթե հարցերին այս սպառեցի պատասխանը, նախորդ հարցերից մեկին անդրադառնամ ինչ կոնտեքստով։ Մենք շատ ենք լսել այս տարիների ընթացքում, որ ամեն ինչ գիտենք, ժողովուրդ ջան, հերիքա կրկնեք, հերիքա ասեք։ Ժողովուրդ ջան, եթե մենք ամեն ինչ իմանայինք, եթե պատկերացնեինք ինչ վիճակ է, այս վիճակը փոխված կլիներ։ Եկեք ընդունենք, որ այն իրավիճակը, որում գտնվում ենք, այս դահլիճում նստածները վստահ են պատկերացնում են։ Բոլորս չի որ պատկերացնում ենք, մեր հարևանները չեն պատկերացնում, մեր բարեկամները չեն պատկերացնում։ Մեր գործը նաև այդ մարդկանց բացատրելն է։ Մեր գործը այսքանով չմնալ շատանալն է, որտեղ մենակ տենց է փոփոխություն։ Դուք գիտեք օրինակ, որ 2026-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի համար 1.6 միլիարդ դրամ փող է հատկացված։ Դա օրական $11,000-ից ավել է։ Դուք գիտեք, որ այդքան փող եք տալի այդ մարդուն։ Գիտեք, ինչի համար եք տալիս։ Ինչ որ բացիկներ գրի։ Հիմա պետքա չէ սա փոխել, բայց պետքա իմանալ, պետքա այս տվյալները բան անել ու չպետքա լրացնել են մարդկանց, ովքեր խոսում են, գործն ու խոսքը իրար հակադիր չեն։ Հիմա մեր առաջարկը այդ մարդը լավ խորհրդարանական համակարգ ենք, նախագահ ավելի քիչ իրավունքներ ունի, բայց կողմ եք, չէ՞ որ այդ մարդուն գոնե մենք ընտրենք, Նիկոլ Փաշինյանը չնշանակի, կամ հաջորդ ռեժիմը չնշանակի, մենք ընտրենք, ժողովուրդը ընտրի, ուղիղ ընտրության, որ ժողովրդին հաշվետու լինի, ոչ թե հաջորդ վարչապետին, հաջորդ ԿՊ մեծամասնությանը, հաջորդ մեծամասնությանը խորհրդարանի։ Այսինքն խնդիրներից պետքա խոսալ, դրա լուծումը առաջարկել, կոնկրետ լուծում, նախագահին ընտրի ժողովուրդը, որպեսզի հաշվետու լինի ժողովրդին։